Տեղեկացրեցի, այնտեղ ոչ թե կանչելու են նույն հարցի շուրջ, այլ կանչելու են քննարկման։ Ավելի լավ է դուք հիմա արդեն ունեք ձեր հարցադրումները, ասենք համակարգված գիտեք ինչ խնդիրներ եք անելու, գնալու եք քննարկման։ Մինչև մեր քննարկումը մեր տրանսպորտը մնում է նորմալ վիճակում աշխատելու։ Մի հատ խնդրում եմ նորից ասեք, 25 ամսի 25-ին շարժման կազմակերպիչները հրավիրվում են տարածքային կառավարման նախարարի մոտ, ինձ տեղեկացրեցին, այնտեղ այլ նախարարների ներկայությամբ քննարկում է տեղի ունենալու այս խնդրի շուրջ։ Եղավ, իրենց ձեր ընդհանուր բոլորիդ կարծիքը, բոլորիդ ցանկությունները 22-ին չէ, 22-ն է, 25-ին։ Հա, Եղեռնից հետո։ Հեսա լրիվ խոսանք Սիրելի լրագրողներ, բայց փողոցը բացվում է այսքանից։ Սիրելի լրագրողներ, դուք կառավարության հայտարարությունը լսեցիք։ Ես հիմա կփորձեմ մեր ժողովրդի հետ խոսել, ներկայացնել իրականում ինչ է կատարվում, ըստ այդմ մենք հետևության կգանք հիմա Քասախ եւ Պրոշան համայնքներով եւ մեր հետագա քայլերի մասին ընդամենը րոպեներ հետո դուք կհասկանաք։ Քիչ առաջ դուք ինձ ասեցիք, որ տարածվել է հետեւյալ հայտարարությունը, ես կարծում եմ իմ պատասխանը շատ հիմնավոր էր, այդ իսկ պատճառով տարածքային կառավարման նախարարությունը եկավ ուրիշ հայտարարի, ես հիմա այդ ձև եմ պատկերացնում ժողովուրդ ջան, ուրեմն ոնց որ թե ինչ որ մի տեղից մի բան շարժվում է, այդ շատ ուրախալի է, կարևորը շարժն է, հասկանում եք, քար լռությունը շատ վիրավորական է մեր համար։ Պրոշանցիների դեպքում էլ օրինակ ըստ էության ի տարբերություն ձեզ ինչ որ լուծում էր տրվել, բայց հիմա իրենք էլ են կանգնած փաստի առաջ։ Ժողովուրդ ջան, ուրեմն նայեք ինչա կատարվում։ Ամբողջ իշխանությունը շատ լավ հասկանում է, որ հարցի ես կգամ ձեր հետ բարձր կխոսամ, մի րոպե սպասեք, էլի, մի րոպե սպասեք, ուրեմն շատ լավ հասկանում են, որ հարցի լղոզումը եւ հարցի չլուծումը դա չի բխելու իրենց շահերից։ Հարգելի լրագրողներ, իրենք շատ խոհեմ են, շատ լուրջ են, մեր հետ այսուհետ կխոսեն ավելի լուրջ տեսակետից, ավելի լուրջ տեսանկյունից, այսինքն կարծում եմ մինչև այդ այո, մինչև այդ նրանք մեր հետ խոսում են շատ թռուցիկ եւ խոսում են իրենք, ոչ թե մենք, այսուհետ կարծում եմ նրանք կլսեն մեզ։ Իմ այն խնդրանքը, որ հարգելի իշխանավորներ, ձեր ականջները բացեք, ոնց որ թե տեղ է հասել, այդ շատ ուրախալի է ժողովուրդ ջան, ես կփորձեմ հիմա իմ ժողովրդի հետ խոսել, նաև Պրոշան համայնքի ժողովրդի հետ խոսել, մի հատ հետևության գանք ու նորից շարունակենք, հա, պարոն Ազիզյան, թույլ տվեք։